Այսօր մեզ է միացել ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանը, բարև Լեոնիդ։ Շնորհակալ եմ, որ եկար։ Հենց այսօրը մայիսի 28 տոն ռազմական ցուցադրություն զորահանդես վերլուծաբանի տպավորությունը շատ հետաքրքիր կլինի լսել այստեղ ինչ։ Դե գլխավոր տպավորությունը ստեղ նա է, որ որոշում էր ընդունվել ցուցադրել մենակ այն, ինչը որ գնվել է 20 թվականից հետո, մեծ մասամբ մի երկու դեպքում տոսի դեպքում ու տորի դեպքում ոչ, բայց նա էլ դեռ չէր ցուցադրվել շքերթներում, որտեղ 16 թվականից հետո էր եկել, բայց 95%-ը ինչը որ այսօր ցուցադրվել է, գնվել է 20 թվականից հետո, 80%-ն էլ 22 թվականից հետո, ասենք ասենք մոտավորապես։ Ու երևի ասենց մարդու համար, ով շատ խորը թեմայի մեջ չի, ամենահետաքրքիրը կլիներ ինչքան տարբեր երկրներից զենք ուզինամտել։ Դե 7 թիվն է հնչել երկրների մասով, 7 երկրներ։ Որոնք են այդ երկրները։ Հայտնի է, Դե հայտնիները Ֆրանսիան, Հնդկաստան, Հայաստան, Ռուսաստան։ Դե Ռուսաստան կար, չէ՞, Տորտոս, մի երկու ուրիշ բան էլ կար, Կորնետ կար։ Բացի դրանից կա։ Այսինքն ռուսական ռազմատեխնիկա մասնակցել է այս զորահանդեսին։ Հա, կար։ Մեծամասնությունը չէ, բայց մի քանի մոդել կար։ Դե օրինակ կործանիչներն էլ ռուսական են, չէ՞, Su-30-ները, Su-25-ները սովետական։ Դրա համար հələ Su-25-ն էլ ոնց որ նկարներից, եթե մի քիչ էլ է պետք ուշադիր նայել, ոնց որ դաժե մոդեռնիզացիա անցած էր ինչ որ մեկը իրանցից։ Բայց դրանք այն սուրերն են, որոնց մասին չէ, Su-25-ները, սովետականները, 30-ներն էլ հրթիռներով էին, այս անգամ բավականին տարբեր տեսականի։ Դրա համար ոնց որ երկու երկիր էլ կար, որոնց մասին չի նշվել, բայց օրինակ մեծ mail կլասի դրոնը որ վերջում ցույց տվեցին, կարամ խորհուրդ տամ նկարը գցեք AI-ի մեջ, կասի որ երկրից է ու ինչ մոդել։ Իրան։ Չէ, ուրիշ, բայց դե սենց ասեմ, իրանական թերթ եմ տեսել, որտեղ Իրանց բանի մասին է գրվել օրինակի համար կամ որոշ Telegram ալիքներ եւ Twitter-ներ, մեկնաբանել դրանից ավել ինքս չեմ անի, բայց ոնց որ չինական ու իրանականի մասին գրողներ շատ կան այս պահին։ Մի առանցքային հարց, այն ինչ ցուցադրվեց, դա որ տոկոսն է մեր պաշտպանական ռեսուրսի։ Կարծում եմ, որ ասենց ասած բավականին մեծ մի մասն են ցույց տվել։ Ուզում եմ լսել, կան բաներ, որոնք չեն ցուցադրվել։ Կարծում եմ, որ այո։ Բնականաբար մենք դա քննարկել չենք կարա։ Հասկանալի։ Բայց ահագին մասը ինձ թվում է ցուցադրվել է, բավականին մեծ լուրջ մասը նրա, ինչը որ ցուցադրվել է։ Դա պաշտպանական սպառազինություն է, թե հարձակում։ Դե չկա տենց բան, ես միշտ ասում եմ, որ չկա պաշտպանական։ Շատ են օգտագործում այդ։ Հա, դա քաղաքական բարապաշար է, որ երբ որ ուզում ես մերժես, ասում ես այս հարձակողական զենք է, բայց երբ որ ուզում ես վաճառես, մեկ էլ այդ հարձակողականը պաշտպանական է։ Դա հրետանին հիմա պաշտպանողականն էլ է, հարձակողականն էլ է։ Հակաօդային պաշտպանությունը ամենապաշտպանողական ոնց որ թվում է թե բանն է, բայց ով կարա գրո անի առանց հակաօդային պաշտպանության կիրառման, օրինակ, էլի պետք է օգտագործես, չէ՞։ Գործիք է։ Մեր եւ Ադրբեջանի հոփերը համեմատելի են։ Ինձ թվում է Ադրբեջանը գոնե եթե բաց բանը վերցնենք, մի քիչ մեկա դեռ ավելի մեծ տեսականի ունի ու ավելի շուտ է սկսել ամեն ինչը զարգացնել, կարծում եմ, որ հոպի պարագայում սենց ասենք, օրինակ կարճ հեռավորության հոպերը, գերկարճ ես կասեի համել, որը հրետանի է զենիտային, օրինակ ես դրա, օրինակ ես շքերթում չտեսա, ոչ մի բան չգիտեմ կա թե չէ, բայց օրինակ դրա վրա մեծ շեշտ է պետք գնել ու շատ արագ ինձ թվում է, որովհետև մենք տեսնում ենք, որ այդ հրթիռներով չի լինի էժան այդքան մասսայական, օրինակ անօթաչու սարքերի դեմ պայքարել։ Ինքը կարա օրինակ խփի այդ անօթաչու սարքը, բայց
50-ատ է գալու, ոչ մեկ այդքան հրթիռ չունի, էլի։ Բայց շատ են ասում, որ տանկի հրետանու ժամանակները անցյալում են արդեն։ Հիմա եկել է ԱԹՍ-ների եւ հրթիռների դարաշրջանը, պատերազմները ելքը դրանք են որոշում։ Օրինակ Իրանի պատերազմը Իրանը կարողացավ հակակշռել ամերիկյանին իր Դե Իրանը մի քիչ նման պատերազմ չի, այնտեղ չի եղել ցամաքային որևէ կոմպոնենտ, զամար ոնց համեմատել։ Դրոններ, հրթիռներ, հա, բայց դե իսկ եթե ամերիկյան բանակը գար փորձեր հարձակողական գործողություններ աներ, տանկել էր օգտագործելու, հրետանել էր օգտագործելու, բնականաբար ու հետևակ էր օգտագործելու։ Տանկը հələ մի քիչ երևի ավելի քննարկելի է, գոնե այն տեսքով, որ այսօր իրանք գոյություն ունեն, ինչ որ կրիզիսի մեջ է դա գտնվում, կարծում եմ, որ ինչ որ մի հատ բան է պետք վերանայում այդ կոնցեպտի, բայց մեկը ոչ մի նոր բան չեն հնարել, էլի, ոնց այդ առաջ գնաս։ Եթե ավտո լինի դրա տեղը ու իր ավտոին խփեն, ավելի վատ մեջին գտնվողները։ Ուկրաինական ճակատում ինչով ասես ծածկում են տանկը, բայց էլի չի օգնում։ Հա, այդ ծածկելուց էլ իր ֆունկցիոնալն է կորում շատ ուժեղ, նենց չի որ այդ ծածկելը տենց ինչքան ուզես կարաս ծածկես, բաշնյան չի ֆռում էլ լրիվ օրինակի համար։ Ինչ էդ էլ է այդ ամեն ինչը մեծ խնդիր է ու ինչ որ ասում եմ նոր մոտեցում է պետք ունեք դրոնի հետ ինտեգրացիա տանկի հենց կամ որ ինքը ինչ որ կառավարման մեքենա դառնա փոքր ինչ որ ուրիշ դրոն փոքր դրոնների համար պաշտպանված մի քիչ ավելի հերվում գտնվող ինչ որ հրամանական կետ դառնա տարբեր մոտեցումներ կան մտքեր բայց ոչ մեկ դեռ չի գտել այդ ճիշտ մոտեցումը, բայց հրետանին ինքը լրիվ աշխատում է օրինակ ռուս-ուկրաինական ճակատում։ Մեկը ինքը իր դերը ունի, դրոնը մի բան է, հրետանին մի քիչ ավելի մասսա է կարում սարքել եւ ավելի մեծ պայթյուններն էլ են դե ավելի լուրջ շատ, քան ասենք այդ փոքր դրոնը 500 գրամ օրինակ կարում է ինչ-որ պայթուցիկ տանի։ Շենքի, օրինակ շենքի դեմ չես պայքարի դրանով քաղաքում։ Դե քանի որ մենք շատ կարևոր փուլում ենք ներքաղաքական, այսպիսի միջոցառումները նաև մտնում են այդ քննարկման դաշտ եւ այսօր ես մի քանի այդպիսի ռեպլիկների հանդիպեցի, դե դա ցուցադրություն է հանուն PR-ի։ Կհամաձայնեիք այդպիսի մոտեցումով։ Դե ամեն ինչն է ունի PR-ի մի մաս, ու ինձ թվում է ամեն ռազմական շքերթը ինչ որ չափով PR event է, չէ՞, նաև հիմա PR-ը կարա ուղղված լինի դուրս դեպի կամ կարա դեպի ներս ուղղված ավելի շատ լինի։ Կարծում եմ, որ այս դեպքում մի քիչ ավելի ներս էր ինքը ուղղված, ասենք ցույց տալ, որ, չգիտեմ, ահռելի գումարները չեն ծախսվել ոչ մի բանի համար, օրինակ։ Իսկ գումարները իսկականից կարծում եմ, որ բաց աղբյուրներ, այսօրվա այդ ամեն ինչը որ նայենք հայկական Հայաստանից ինչ գումարների գնումներ են եղել տեղականներից, այդ գումարը նախ 3 միլիարդից մեծ է, ավել է, ասենք 3-4 միլիարդի մասին խոսքը կարա գնա, որը դե շատ Հայաստանի համար դե տենց գումարներ երբևիցե չեն ծախսվել գնումների վրա, դաժե մոտիկ դրա։ Իսկ ի՞նչն է պատճառը ֆրանսիական, հնդկական զինտեխնիկան հայկական անուններ է կրում։ Այդ հետարքիր հարց է, որի հստակ պատասխանը ես բնականաբար չունեմ, ունեմ ոնց որ մի քանի մտածելու վերսիա, օրինակ մեկը որ կար մի այդ օրինակ այն երկու երկիր է որ մենք քննարկում ենք որ կարող է իրանք են ասենք իրանցը չէին ուզում ասել բայց դա այդ ժամանակ տարօրինակ կարար լինել իսկ ինչի դա չեն ասում իսկ նրան իսկ օրինակի համար կարա տենց լոգիկա լինի ինձ թվում է որ դա մի քիչ մեկը այսօրվա աշխարհում չաշխատող մոտեցում է որովհետև օրինակ Սեզարը օրինակի համար կամ հնդկական զենքերի մեծ մասը որ Տիգրան մեծ հիմա շարած են եթե գնաք իրանց մեծ մասի վրա իրանց իսկական անունը գրած է մոտով քայլելով կարելի նայել էլի մոտա այն մնացածն էլ ինչը որ
նշեցի նկարը գցում ես ինտերնետ, մի անգամից բերում է Google Lens-ը, ChatGPT-ը, ինչա, բնականաբար դրսի էքսպերտներն էլ աչքով նայելով էլ ասում եմ, ահագին մարդ գրել է, էլի, ինչի մասին է խոսքը գնում, դա չի լինի թաքցնել ոչ մեկից։ Կամ էլ պիտի ցույց չտաս։ 28 ժամ թրիչք իրականացնող ATS կա մեր բանակում։ Հա, այսօր տեսակ, հա։ Ինքը այդ տենց կոչվող mail կարգի դրոնը, mail նշանակում է միջին բարձրության երկար տևողության թրիչքի անօդաչու սարք, հենց երկար տևողությունը 24 ժամ եւ ավել սովորաբար համարվում է։ Ինքը օրինակ Բայրակտարից հայտնի 2 անգամ մեծ է մոտավորապես, այնա 12 մետր է թևերի երկարությունը, այդտեղ 18, 2 անգամ ավելի ծանր է, 2 անգամ էլ շատ քաշ է կարում բարձրացնի։ Բայց ինքը շատ նպատակարար կլինի սահմանի վերահսկողությամբ։ Այո, շատ ինձ թվում է հենց առաջի բանը հենց մեր տարածքում օգտագործելն է, օրինակ եթե թռնել սահմանի կողքով, դա պատերազմական իրավիճակում մեր տարածքից մինչև սովորաբար այդ տիպի դրոնները օպտիկան մեծ օպտիկաներ են օգտագործում, մինչև 40-50 կիլոմետր կարելի է զում անել, նայել։ Հետախուզական իր դերը գոնե ակնհայտ է, բացի դրանից ես օրինակ կիրառում եմ տեսնում, եթե օրինակ պատկերացնենք պատերազմա թշնամին միտեղ կարացել է ճեղքի, այդ ճեղքելուց հետո ինչ որ մի ժամանակ իրանց հակաօդային պաշտպանությունը այդ մասում ուժեղ շատ չի լինելու, այդ ժամանակ հենց մեր տարածքում օրինակ կարելի է դա փորձել օգտագործել արագ ինչ որ այդ հարցը լուծելու համար։ Դրոն, որը նաև ունի հրթիռի ֆունկցիա։ Որը այդ չինա։ Չէ, դրա մասին չի խոսքը, ուրիշ։ Հայկականների մասին է խոսքը գնում, դևերի, օրինակ, այո, դե մեծ մասը հենց հրթիռի ֆունկցիա էլ ունեն, ինչ որ ցույց տվեցին, հենց կոչված կամիկադզե դրոնները, որոնց հետ մեր ցավոք մեր բանակը 28-16 թվից հակառակորդի կողմից կիրառվելուց է ծանոթ, լավ բավականին մեծ տեսականի տեսանք, փոքրից շատ, մինչև բավականին մեծ սիստեմաներ 150-200 կիլոմետր հեռավորությամբ, որը կարծում եմ, որ այսօրվա պատերազմում դե տեսնում ենք, շատ կիրառելի է, ու հենց նրա պատճառով, որ գինը հրթիռից էժան է։ Ինքը թևավոր հրթիռ է կարելի է ասել, կոնցեպտուալ ոչ մի բանով չի տարբերվում, միակ տարբերությունն է, որ շատ էժան ու պարզ կոնստրուկցիա ունի, հեշտ խփվում են, բայց եթե 500 հատ կամ 1000 հատ հեշտ չի լինի խփել այդքան մեկը, այդ է էլի միտքը սա այդտեղ կիրառման։ Մեկը կային օրինակ հակառադարային նույն ձևի դրոններ։ Մեր արտադրության։ Չեմ կարող ասել ճիշտն ասած, ոնց որ չնշեցին, որ մեր արտադրության։ Մենք կարող ենք նշել մեր այն արտադրանքը, որը դրսին հետաքրքրել է տանում։ Դրսին հետաքրքրում է, ինձ թվում է, այստեղ մարքեթինգի մասն է շատ կարևոր, որ հետաքրքրի ում գտնել, ում կոնկրետ ոնց մոտենալ, բայց անօդաչու սարքերի շուկան շատ հիմա բանա դժվար շուկա է, ճիշտը որ ասենք, որովհետև արտադրողներն էլ են շատ ինչ որ պետք է ճիշտ սեգմենտ գտնել, գին որակ այն երկրները ում մոտ լավ չի ստացվում ու քաղաքական Հայաստանի հետ լավ հարաբերություններ ունեն, որոնք Եվրոպայում դրոն սարքելուց ճիշտը որ ասենք այդքան էլ լավ չեն։ Իդեալական չի այդ ոլորտը Եվրոպայում։ Իրար հետ արտադրել կարող է ոչ թե հենց Հայաստանից ուղիղ ծախել, ավելի տեխնոլոգիան վաճառել տեխնոլոգիան կամ իրար հետ ինչ որ պայմանական, չգիտեմ, Ֆրանսիայում իրար հետ արտադրել ինչ որ դրոն անունը Made in France մեկը ալնի, բայց հայկական ալնի կեսը այդ ընկերության, տենց ինչ որ մոտեցումներ կարան լինեն։ Ու կա, ասենք, սպառազինություն, որը Հայաստանը արտադրում է, սպառազինությունը դե լրիվ ուրիշ պատմություն է, այդտեղ եթե որակ կարևորը քանակ, որակ, գին, այդ ամեն ինչը իրար հետ ինչ-որ նորմալ համապատասխանում է, դա այսօր շատ ինձ թվում է այդքան դժվար չի վաճառելը ճիշտ։ Բայց դա ճիշտ ուղղություն է, այնինչ։
Դե ճիշտ ուղղությունը ունենալ սեփական ինչ որ։ Դե կարծում եմ, որ եթե ստացվում է, այո, որովհետև շատ ավելի ձեռնտու է դա ստացվում ամեն իմաստով։ Պետությունը շատ ավելի քիչ գումար է ծախսում այդ գնումները անելու համար, որովհետև դե տեղական ընկերությունը սովորաբար տեղական բանակին ավելի մատչելի է վաճառում, բացի դրանից այդ արտադրության գնի ահագին մի մասը դա աշխատավարձներն են, չէ, Հայաստանի քաղաքացիների։ Այդ գումարը դու ստացվում է, որ ոչ էլ ծախսել ես այդ մասը գումարի, հա, բաժանել ես աշխատողներին, ինչ անուղիղ, բայց իրանք գնացել այդ փողը Հայաստանում ծախսել են մի քանի անգամ ֆռալուց հետո այդ սաղ բյուջեում է հայտնվում այդ ամենտեղ նալոգ, դա համար էլի, դա իր մեծ պլյուսը ունի։ Ինքը ռեալ, ասենք, այդ գնից կարող է 20%-ն է, որ ծախսվում է իսկականից, էլի մնացածը երկիր է զարգացնում։ Հա, բայց մենք միաժամանակ պահպանում ենք հայ-ռուսական ռազմական համագործակցության բոլոր պայմանագրերը։ Դե մենք ունենք մենակ հապկինը, որը սարեցված է, մնացած ուղիղ երկու օմանիները գոնե ֆորմալ առումով գոյություն ունեն, կարծում եմ, որ որոշը իրանցից մենակ ֆորմալ գոյություն ունեն ասպայն, բայց այդքան էլ չեն, կիրառելի չեն։ Օրինակ մենք չենք տեսնում զորավարժություններ, օրինակ 102 բազայի ու հայկական բանակի միջև, որը առաջ շատ սովորական բան էր, ռեգուլյար եւ ուրիշ օրինակներ նմանատիպ չեմ կարծում, որ ռուս-հայկական այդ միատեղ խմբավորումը ռեալ այսօր որևէ գործողություն ունի, օրինակ կամ գոյություն ունի։ Թղթի վրա մենակ Բայց Շոյգուն այսօր հիշեցրել էր, որ Հայաստանի անվտանգության համար 102-րդ բազան շատ մեծ կարևորություն ունի։ Այստեղ շատ քննարկելի է դա այս պահին, հատկապես եթե օրինակ հայ-թուրքական հարաբերությունները ինչ որ նորմալիզացիան շարունակվի եւ գտնի ինչ որ ես օրինակ չեմ համարում, որ սենց ասած պետքա որ մենք ամենալավ ընկերները դառնանք եսիմինչ, բայց Հունաստանի ու, չգիտեմ, Թուրքիայի հարաբերությունների գոնե ինչ որ adekvat մոդելի հասնել, որտեղ լավ, իրար այդքան էլ կարողա բոլորը չեն սիրում, բայց իրար այդ խոսալու ձև են գտել կամ ինչ որ տնտեսական համագործակցության, դե այդ երբ ա եղել, ահագին ժամանակ անցել դրանից հետո, հա։ Դե ես հենց այդ նկատի ունեմ, որ ինչ որ կարում են բան գտնեն, էլի իրար այդ միտեղ գտնվելու։ Եթե դա լինի, այդ դերը բազայի արդեն դաժե ֆորմալ առումով շատ կնվազի, ինչ։ Լեոնիդ, մի երկու օր առաջ Երևանում ստորագրվեց TRIP-ի այդ համաձայնագիրը, կարծես առաջ է գնում։ Բավականին լուրջ փաստաթուղթ էր, կարծում եմ, որ Ես լրջության անվտանգային սեգմենտն եմ ուզում հասկանալ սրա։ Այնտեղ 3 փաստաթուղթեր, TRIP-ը մի բան էր, ավելի ամենալուրջ փաստաթուղթը ճիշտն ասած այդ բանն էր, Comprehensive Strategic Treaty-ն էր, որ իրար հետ ստորագրեցին այդ համագործակցության փաստաթուղթը, որը համեմատելով նրա հետ ինչ որ ստորագրվել էր նախկին ադմինիստրացիայի հետ, հələ ինքը շատ զարգացել է, շատ երկարել է, շատ կոնկրետ բաներ են ընդեղ ավելացել, արդեն խումբ կա աշխատանքային, ամենակարևորը դա է, որ դա արդեն փաստաթուղթ չի, դա ինչ որ արդեն համագործակցության հարթակ է նաև դառնում, ու այն անգամ էլ կարծիք կար, որ այս մեմորանդումները դե մեմորանդումա ստորագրել են, բայց այդ ստորագրելուց հետո ահագին ռեալ քայլեր սկսվեցին, սկսած այդ AI չիպերի լիցենզիաները տրամադրելուց, վերջացրած օրինակ առաջի ռազմարտունաբերական համագործակցության հետ ԱՄՆ-ի ուղիղ։ Հիմա էլ այս նոր փաստաթղթում արդեն ուղիղ գրած է, որ այո, foreign military sales-ով գնումների համագործակցություն, այդ իրանց պայմանական Ռոսաբարոն էքսպերտի նման պետական կազմակերպություն է, որով միջոցով դրսի երկրները գնում են անում ու
ամենահետաքրքիրը ռազմական արդյունաբերությունների միջև համագործակցություն Հայաստանի եւ ԱՄՆ-ի, որը ինձ թվում է բավականին լավ հնարավորություններ կարող է բացել։ Շնորհակալություն եկար։